Միքայել Սրբազանի դեմ 5 շաբթի երեկոյան քրեական վարույթ նախաձեռնելուց հետո ուրբաթ առավոտյան ժամը 9-ի սահմանում 30 դիմակավոր ԱԱԾ-ականներ ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Խուզարկել են առաջնորդի կեցավայրը, տարել նրա նոթբուքը, թղթերը, ջարդել դռներից մեկը։ Այդ ընթացքում թույլ չեն տվել ներս մտնել Միքայել Սրբազանի փաստաբանին։ Աջապահյանը Գյումրի իր կեցավայրում չէր, մայրաթոռ էր գնացել մասնակցելու քահանայից ժողովին։ Մայրաթոռում փաստաբան Արա Զոհրաբյանը հոգևորականներով շրջապատված ընթերցել է քննիչի որոշումը ձերբակալել Միքայել Սրբազանին։ Նրա խոսքով պատճառ arքեպիսկոպոսի փետրվարի 3-ի հարցազրույցն է, որտեղ Սրբազանը իբր իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշել է, որ քննչական կոմիտեն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։ Սրբազանի համար փաստաբանը թաքնվել է ձևավորված, ամեն ինչ կանենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու, իհարկե ձեր աղոթքներին եւ ձեր աջակցությամբ Կամ բոլորիս կտանեն, կամ ոչ ոք չի ձերբակալի Միքայել Սրբազանին, ի պատասխան հայտարարել են հոգևորականները։ Եթե տանելու են, մեզ բոլորիս ծով Սրբազան մի գնացեք, Այս զրույցից րոպեներ հետո ժամը 11:30-ին վեհարանի մոտ առաջին սևազգեստ ԱԱԾ-ականներն են երևացել, արգելել լրագրողներին մտնել դարպասներից ներս, որտեղ առաջին ընդհարումն է եղել սևազգեստ ուժայինների և սևազգեստ հոգևորականների միջև։ ԱԱԾ-ականների շրջափակման մեջ են հայտնվել նաև ամենայն հայոց կաթողիկոսը Արշակ Սրբազանն ու Միքայել Սրբազանը։ Ծայրաստիճան լարվել է դրությունը, հոգևորականներն ու ԱԱԾ-ականները հրմշտել են իրար։ Եկեղեցուն աջակցություն հայտնելու համար մայրաթոռում հավաքված քաղաքացիները գոռացել են ամոթ։ Դրությունն ավելի չլարելու համար հոգևորականները որոշել են, որ Միքայել Աջապահյանը փաստաբանի ուղեկցությամբ կգնա իրավապահների հետ։ Կաթողիկոսը լրագրողներին հայտնել է, որ Աջապահյանի գնալուց հետո իրենք ժողով կանեն հասկանալու անելիքը։ Գնանք վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Աջապահյանը նույնպես հայտարարել է, որ թաքնվելու միտք չունի, թեև ոչ թե ինքն է սպառնալիք այս երկրի համար, այլ Հայաստանի վարչապետը։ Ուրեմն ինչ որ կատարվում է բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել։ Եվ հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ և հոգևորականները կհետևեն։ Քաղաքացիները թույլ չեն տալիս Աջապահյանին գնալ իրավապահների հետ։ Միքայել Սրբազանը, որ վեհարանի դարպասներից դուրս էր եկել կաթողիկոսի հետ, մեկ ուրիշ դռնով նորից մտել է վեհարան։ Այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր արեցին։
Այդ ընթացքում իրավապահների շարքերը համալրվել են նոր ուժերով։ Վեհարանի մոտ նաև կարմիր բերետավորներ են հայտնվել։ Միքայել arczepiskopos Աջապահյանին տանելու ուժային օպերացիան նորից տապալվել է։ Քաղաքացիները պատ են կազմել, դիմադրություն ցույց տվել։ Այս անգամ բախում է սկսվել ուժայինների ու քաղաքացիների միջև։ Դուք պետք է պահեք մեր օրենքները։ Արածել ընտանիքն է։ Թուրքը որ պետք է գար, դուք այն զինվորի հետ պետք է պահեք մեր անձնավորությունը։ Եկուս թուրքը սաղիթ պորտելու է։ Միքայել Սրբազանը 3 անգամ փորձել է նստել ուժայինների մեքենան, բայց քաղաքացիները չեն թողել։ Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային եւ ավտոմեքենայի մոտից ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենա։ Ժողովուրդը, ովքեր որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ են, հավատավոր քաղաքացիներ են եւ իրական քաղաքացիներ։ Եվ երկրորդ անգամ եւս փորձը արվեց, նորից էլի մենք չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում եւ որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից։ Հայ եկեղեցու ակտիվ հետևորդները տապալել են նաև պատուհանից Վեհարան մտնելու ածաղականների փորձը։ Վերջին ամենաուժեղ առճակատումը տեղի է ունեցել Աջապահյանի իրավապահների մեքենան նստելու 3-րդ փորձի ժամանակ։ Քաղաքացիները որոշիչ հաղթանակ են տարել, ուժայիններին ճնշելով, փակելով Վեհարանի դարպասները։ Վեհաբար ինչպես կմեկնաբանեք իրավիճակը։ Հետո մենք կմեկնաբանենք։ Շարականների ու տերունական աղոթքի արանքում թեժ բանավեճեր են պայթել ածաղականների ու քաղաքացիների միջև։ Ուժային կառույցի ներկայացուցիչները մարդկանց վստահեցրել են, թե դատարանը ազատ կարձակի Աջապահյանին, եթե նա անմեղ է։ Համար ժողովուրդ ջան, եթե անմեղ է, օրենքի դեմ բոլորս հավասար ենք, ինչի՞։ Օրենքի առաջ բոլորի հավասար լինելու մասին հայտարարելուց հետո ածաղականները առանց Աջապահյանի նստել են նրան բերման ենթարկելու համար բերված մեքենան ու հեռացել։ Քաղաքացիները որպես սեփական հաղթանակի նշան ծափահարել են իրենք իրենց։ Մայրաթորից ուժայինների հեռանալուց առաջ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Աջապահյանին կոչ անելով չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։ Ուժային կառույցը ԱԱԾ-ի և ոստիկանության մայրաթորից հեռանալու որոշումը բացատրել է իրավիճակի հնարավոր սրումը կանխելու անվտանգության նկատառումներով։ Գրեթե նույն ժամին քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Մայրաթորից ուժայինների հեռանալուց մոտ 2 ժամ անց ժամը 15:20-ի սահմանում Միքայել Սրբազանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ դուրս է եկել Վեհարանից ու հայտնել, որ գնում է քննչական կոմիտե։ Հավաքված բազմությանը arքեպիսկոպոսը խնդրել է թողնել, որ գնա։ Ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն Մայրաթորի հոգեպարար, հոգեվոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է, ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանամ։ Մեքենայով չեն թողում գնա, գործով։ Որ մեքենայի դիմացը փակել։ Քաղաքացիները 4-րդ անգամ են Աջապահյանին արգելել ներկայանալ քննչական մարմին։ Նրանք շրջափակել են մեքենան, որի մեջ նստել էր Սրբազանը Երևան ուղևորվելու համար։ Որոշ ժամանակ անց Աջապահյանը դուրս է եկել մեքենայից ու վերադարձել Վեհարան։ Ժամ չանցած Վեհարանից դուրս է եկել Միքայել Սրբազանը հայտարարելով չեք թողնում մեքենայով գնալ, կգնամ ոտքով։ Չեք թողնում մեքենայով գնամ, ես գնում եմ ոտքով։ Նա հոգևորականների եւ քաղաքացիների ուղեկցությամբ ճանապարհ է ընկել դեպի Երևան, ինքնակամ ներկայանալու նախաքննությանը։ Այդ ընթացքում ընդհարում է եղել եկեղեցուն սատարող տարբեր խմբերի միջև։ Մի մասը հարգանքով է ընդունել Սրբազանի որոշումը, մի մասն էլ պնդել է, թե նա ոչ մի դեպքում չպետք է գնա քննչական կոմիտե, քանի որ քաղաքացիների խոսքով դա նշանակում է անզեն մտնել թշնամու հրամատ։ Ով ուզում է գալիս է։ Բոլորը Սրբազան ջան, բոլորը։ Քայլերթը սկսելուց մոտ կես ժամ անց Սրբազանը անսպասելի նստել է մեքենա ու արդեն մեքենայով շարունակել ճանապարհը դեպի մայրաքաղաք։ Հաղթանակ։ Դիլիթ Սարգսյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։